Եվ այսպես Յուրի Ուշակովը արձանագրում է Մոսկվայում այլևս չեն հավատում Նիկոլ Փաշինյանին։ Հարգելի հեռուստադիտողներ, հերթական անգամ ստիպված ենք արձանագրել, որ մեր կողմից Ալֆայի տաղավարում քանիցս հնչեցած գնահատականները առ այն, որ հայ-ռուսական հարաբերությունները ապրում են խորը ճգնաժամային փուլ, որ հայ-ռուսական հարաբերությունները այն նախկին մոդելը, որը կար, ինքը այլևս դադարել է գոյություն ունենալ, եւ մենք այս պայմանությամբ գտնվում ենք հարաբերությունների նոր փուլի փնտրտուքի այս շրջանում ենք գտնվում, նոր մոդելի հարաբերությունների փնտրտուքում ենք գտնվում եւ ցավոք սրտի պետք է արձանագրենք հետեւյալը, որ դրական այս պայդրությամբ ազդակներ չեն գալիս ոչ Երևանից, ոչ Մոսկվայից։ Այսօր Ուշակովի եւ Մարիա Զախարովայի կողմից հնչեցած գնահատականները վկայում են նաեւ հետեւյալի մասին։ Եթե Ռուսաստանի Դաշնության իշխանության մեջ կային քաղաքական գործիչներ, որոնք կողմ էին Նիկոլ Փաշինյանի հետ զուսպ քաղաքականությանը, այսինքն կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ կարելի է ինչ-որ հարցի վերաբերյալ պայմանավորվել, օրինակ տնտեսական փոխհարաբերությունները դարձնել անկյունակարային Հայաստան եւ Ռուսաստան հարաբերությունների համատեքստում եւ փորձել այդ հարաբերությունների հենքի վրա կառուցել նաեւ քաղաքական հարաբերություններ, այդ թիմը Յուրի Ուշակովի եւ Մարիա Զախարովայի այսօրվա հայտարարությամբ կարող ենք արձանագրել, որ պարտվել է Ռուսաստանի իշխանության ներսում։ Այդ թվում, եթե ոչ առաջին հերթին դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Մոսկվա հաղթանակի օրվան նվիրված շքերթին, բայց սրա մենք դեռ կհասցնենք առանձին անդրադառնալ։ Հիմա գալիս ենք Յուրի Ուշակովի խոսքերին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը արձանագրում է հետեւյալը, որ իրենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած քաղաքականությունը չեն ընկալում որպես փոխլրացման կամ փոխզսպման քաղաքականություն։ Իրենք չեն կարծում, որ դա կոմպլիմենտար քաղաքականություն է, այլ դա քաղաքականություն է, որը շատ պատկերավոր ասած, կողմերից մեկը փորձում է միանգամից երկու աթոռի վրա նստել, այսինքն Ռուսաստանից ստանալ տնտեսական շահեր, բայց ինտեգրվել Ռուսաստանին թշնամական ինտեգրացիոն կառույցներում, լինի դա թուրքական աշխարհ թե Եվրոպական միությունը, այսինքն հերթական անգամ արձանագրենք Ռուսաստանի բարձրագույն իշխանությունում Նիկոլ Փաշինյանի հետ զուսպ քաղաքականության կողմնակիցները պարտվել են։ Ակնհայտ է, որ նաև այդ զուսպ քաղաքականության կողմնակիցները առնվազն քաղաքական աջակցություն են Ադրբեջանից, բայց սրա վերաբերյալ երևի ավելի ճիշտ կլինի առանձին հաղորդում նույնիսկ նկարենք, առանձին վերնագրի շրջանակներում այս ամեն ինչի մասին խոսենք։ Այսօր բացի Յուրի Ուշակովի հայտարարությունից եղան նաև շատ կոշտ եւ շատ էմոցիոնալ գնահատականներ, սա էլ արձանագրենք, բայց քաղաքական գնահատականներ Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից, ինչպես է գնահատում ռուսական կողմը, իդեմս Մարիա Զախարովայի Հայաստանում կայացած եվրոպական ընտանիքի գագաթաժողովը, եվրոպական գագաթաժողովը, որը ինչպես գիտեք վերջին օրերին էր տեղի ունենում Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Ռուսական կողմը նշում է հետևյալ, որ հայկական կողմը թեպետ արձանագրում է, որ ինքը չի ուզում կամ մտադրություն չունի, չի պլանավորում Ռուսաստանի դեմ քայլեր իրականացնել, նա ընդունում է մի հռչակագիր, որով ի թիվս այլնի իր աջակցությունն է հայտնում եվրոպական այլ երկրների հետ մեկտեղ Ուկրաինան։ Ուկրաինան էլ այս պայմանությամբ գտնվում է պատերազմական գործողությունների մեջ Ռուսաստանի Դաշնության դեմ ավելին։ Մարիա Զախարովան ինչ ասում, ասում է, որ մեզ շուտով սպասվում է հաղթանակի շքերթը Մոսկվայում, իսկ դուք բոլորդ էլ գիտեք Ռուսաստանի բարձրագույն իշխանությունը իրենց երկրի նախագահի մակարդակով նաև էմոցիոնալ միգուցե առումով, բայց ինչ կարևոր նշանակություն են տալիս հաղթանակի շքերթին եւ ընդհանրապես հաղթանակի օրվան նվիրված տարբեր միջոցառումներին եւ գաղափարական առումով ինչ կարևոր է դա։ Ինչ է նշում ռուսական կողմը Մարիա Զախարովայի շուրթերով, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում Ուկրաինայի ոչ միայն նախագահին հյուրընկալում են, այլ նաեւ Վլադիմիր Զելենսկին սպառնում է խափանել հաղթանակի շքերթը։ Ոնց է սպառնում խափանել, անօթաչու թռչող սարքերով հարվածել, ինչը Ռուսաստանում ընկալվում է որպես սպառնալիք, պատահական չէ, որ դրանից հետո եղավ նաև պաշտպանության նախարարության կողմից հայտարարություն այն մասին, որ եթե հաղթանակի օրվա շքերթի ժամանակ ուկրաինական կողմը փորձի խաթարել շքերթը, իրենք ոչնչացնելու են, ուղիղ հարվածներ են իրականացնելու նույնիսկ Կիևի կենտրոնին եւ որոշումների կայացման կետերը ոչնչացնելու են։ Եկեք այսպես ձևակերպենք, Զախարովը նշում է հետևյալը, որ այս ամենը ոչ միայն արվել է Հայաստանում, այլ նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն արձագանքել այս ամեն ինչին։ Կարելի է վստահաբար նշել, որ Ռուսաստանի Դաշնությունում մինչ այս պահն էլ տեսնում էին, գնահատում էին Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունները, որոնք կարելի է բնութագրել ոչ թե պրոհայկական, այլ հստակ հակառուսական,
որովհետև այնինչ հակառուսական է, դա չի նշանակում, որ դա Հայաստանի շահերին է համապատասխանում, բայց Ռուսաստանի Դաշնությունը, սա իմ ձևակերպումը չէ, սա ռուս քաղաքական մեկնաբաններից, քաղաքական փիլիսոփաներից մեկն է նշում, ասում է, որ ռուսական կողմը ըստ երևույթին միգուցե եւ չունի կարմիր գծեր, բայց ունի համբերության բաժակ, եւ երբ որ համբերության բաժակը լցվում է, իրենք ոչ միայն գնահատականներ, այլ նաեւ գործողություններ են իրականացնում գնահատականներին համահունչ եւ կա առնվազն տպավորություն, որ ռուսական կողմի մոտ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համբերության բաժակը սպառվել է։ Հիմա գանք հենց Նիկոլ Փաշինյանին։ Ինչ է այսօր հայտարարել Նիկոլ Փաշինյանը, նա ասել է, որ հաղթանակի օրվան նվիրված շքերթի արարողություններին չի մասնակցելու, մայիսի 9-ին ավելի պարզ ասած, Կարմիր հրապարակում Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, Ռուսաստանի Դաշնության նախագահի կողքին չի լինելու, որովհետև նախընտրական պայքար է։ Սա մենք Նիկոլ Փաշինյանի կողմից կարող ենք ընդունել նաև այս առումով ռուսական ճակատում պարտություն, որովհետև նախընտրական փուլում, կարևոր ընտրությունների փուլում պետական ապարատին հանգստացնելու տեսանկյունից չափազանց կարևոր էր եվրոպական գագաթնաժողովից հետո մեկնել նաև Ռուսաստանի Դաշնություն, հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հաղթանակի օրվա առիթով կարծիքներ փոխանակել, չգիտեմ, լուսանկարներ ունենա Ռուսաստանի Դաշնության նախագահից, որ ինքը նա կարողանար վաճառել այստեղ երկրի ներսում պետական ապարատին, այնինչ երկար տարիներ վաճառում է, որ երկու կողմերի հետ էլ կարողանում ենք լավ հարաբերություններ կառուցել, լավ հարաբերություններ ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանը հրաժարվելով մեկնել Մոսկվա, արձանագրում է, որ ինքն էլ է հասկանում, որ ռուսական կողմի համբերության բաժակը իր հետ հարաբերություններում սպառվել է։ Ամփոփելով մենք պետք է նշենք հետևյալը, տեսեք, եվրոպական ընտանիքի գագաթնաժողովի վերաբերյալ երբ որ խոսում ենք, այս գնահատականը տալիս ենք, պետք է հստակ տարանջատել Նիկոլ Փաշինյանի շահերը եւ Հայաստանի Հանրապետության շահերը։ Նիկոլ Փաշինյանը իհարկե ընտրությունների համատեքստում, հատկապես Երևանում, եվրոպական ընտանիքի գագաթնաժողովից հետո միգուցե 1, 2, 3% հավելյալ քվեներ կստանա Երևանում, բայց այն վնասը, որը մենք ստացել ենք այս գագաթնաժողովի արդյունքում հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում եւ ինչպես այս ամեն ինչը կարող են կապիտալիզացնել Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք Հայաստանի դեմ ռազմական գործողություններ չեն իրականացնում, միայն մի հանգամանքից դրդված, ոչ թե որովհետեւ խաղաղություն է եկել, այլ որովհետեւ Հայաստանը դեռևս գտնվում է ռուսական անվտանգային հովանոցի ներքո, եւ եթե դու ոչնչացնում ես այդ հովանոցը, ապա տրամաբանական հարց է առաջանում, թե ով կարող է այդ ամեն ինչից օգտվել։ Դրա համար ենք ասում, Նիկոլ Փաշինյանի շահերը չի կարելի նույնականացնել Հայաստանի Հանրապետության շահերի հետ, բայց նաև պետք է արձանագրել հետևյալը. Ռուսաստանի հետ հարաբերությունները արդեն ոչ թե պարզապես ճգնաժամային են, այլ խորը ճգնաժամային են, որը շուտով կարող է նաև սպառնալիք դառնալ Հայաստանի Հանրապետության համար։ Մտածեք այդ մասին։